Ընդհանուր առմամբ աշխարհում ժողովրդավարությունը հիբրիդային հարձակումների է ենթարկվում տարբեր տեղերից, տարբեր երկրների ներսից, դրսից եւ այլն։ Եվ այս առումով Եվրոպական միությունը եւ մի շարք այլ կառույցներ, երկրներ ունեն որոշակի գործիքակազմ, որը ցույց է տվել որոշակի արդյունավետություն եւ սա հաշվի առնելով Հայաստանը ի թիվս այլ հարցերի, որոնք ամրագրված են նաեւ վերջին ստորագրված փաստաթղթում, սա եւս մի թեմա է, հարց է, որի շուրջ Հայաստանը պատրաստվում է համագործակցել Եվրոպական միության հետ, որովհետեւ Եվրոպական միությունը ունի այդ գործիքակազմը եւ պատրաստ է այդ գործիքակազմով կիսվել Հայաստանի Հանրապետության հետ։ Եվ այստեղ որևէ միջամտության հարց չի կարող լինել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի, որովհետև սա փորձի փոխանակման շրջանակներում է տեղի ունենում, իսկ ընդդիմադիր գործընկերներին ներքին միջամտության տեսանկյունից ես կուզենայի, որ դուք հարցնեիք արդյոք օրինակ ռուսաստանցի օլիգարխի միջամտությունը Հայաստանի ներքին քաղաքական կյանքին ինչ գնահատական դրան կտան Հայաստանի քաղաքացի է եւ մի շարք այլ երկրների քաղաքացի է։